Շնորհակալ եմ։ Ուզում եմ հրապարակում նորմալ լսվում է ձայնը ժողովուրդ, հա։ Շատ լավ է։ Լոռու մարզ Վանաձոր սիրում եմ բոլորիդ։ Եվ ողջունում եմ։ Եվ ուզում եմ ելույթը սկսել Սաղմոսով։ Սաղմոս համար 24 աղոթք վտանգի պահին, այսուհետև Սաղմոս Դավթի։ Դեպի քեզ Տեր, բարձրացրի հոգիս, Աստված իմ, քեզ վրա դրի հույսն իմ, թող ամոթով չմնամ և թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։ Բոլոր նրանք, ովքեր հույսով սպասում են քեզ, ամոթով պիտի չմնան, այլ ամոթով պիտի մնան անօրենները իրենց ունայնության մեջ։ Տեր, ցույց տուր ինձ քո ճանապարհները և քո շավիղները սովորեցրու ինձ։ Ինձ առաջնորդիր քո ճշմարտության մեջ և ուսուցանիր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստվածն իմ, և ես հանապազ քեզ եմ սպասում։ Հիշիր Տեր քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են։ Իմ մանկության ու տհասության մեղքերը մի հիշիր, այլ հիշիր ինձ Տեր քո ողորմությամբ, ըստ քո բարության, քանզի դու քաղցր և ուղիղ ես Տեր։ Դրա համար էլ մեղավորներին դնում ես օրենքի գիտության ճանապարհի վրա, հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները։ Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար, ովքեր պահում են նրանց ուխտն ու վկայությունը։ Հանուն քո անվան Տեր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք։ Ով է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, Տերը նրան սովորեցնելու է իր ընտրած ուղին։ Նա բարության մեջ պիտի հանգչի, նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի։ Տերը զորացուցիչն է իր երկյուղածների և իր ուխտը նրանց է սովորեցնում։ Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղված, և նա պիտի հանի ոտքերս թակարդից։ Նայիր ինձ և ողորմիր ինձ, քանզի միամորիկ եմ և աղքատ։ Սրտիս նեղությունները խիստ շատացան, ազատիր ինձ իմ վշտերից։ Տես իմ նվաստացումն ու տառապանքը և թողություն արա իմ բոլոր մեղքերին։ Տես թշնամիներս որքան շատացան և անիրավ ատելությամբ ինձ ատեցին։ Պահպանիր ինձ և փրկիր ինձ, և թող ամոթով չմնամ, որ հույսս դրի քեզ վրա։ Ամբիծներն ու արդարները ինձ գցորտ եղան, և ես սպասեցի քեզ։ Փրկիր Աստված Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր նեղություններից։ Շնորհակալ եմ։ Սիրելի ժողովուրդ, նոր կտակարանը ասում է, որ հնարավոր չէ միևնույն ժամանակ ծառայել Աստծուն և մամոնային։ Այսինքն կամ Աստծուն պիտի ծառայես կամ մամոնային։ Մամոնան փողն է, կամ չարը, կամ սատանան։ Իմ ընկալումը հետևյալն է, ես երկար եմ մտածել այն մասին, թե ինչ է նշանակում ծառայել Աստծուն։ Եվ իմ համոզմունքը միանշանակ է, ծառայել Աստծուն նշանակում է ծառայել ժողովրդին, և ծառայելով Աստծուն ծառայում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ և պետականատեր ժողովրդին։ Եվ Աստված մեզ առաջնորդեց, ժողովուրդը մեզ առաջնորդեց, որովհետև ինձ համար ժողովուրդը Աստծո մարմնացումն է, և ժողովուրդը մեր ամենադժվար օրերին, ամենադժվար պահերին մեզ առաջնորդեց, որ մենք գտնենք ճանապարհը,
որ մենք գտնենք ճանապարհը եւ մենք գտանք ճանապարհը դբալավը Երկուհազար տասնութի ժողովուրդ 2026 թվականը Լոռու մարզում իրականացվել է շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում եւ այս պահին 254 միլիոն դոլարի տարբեր ծրագրեր է իրականացվում Լոռու մարզում 254 միլիոն դոլարի 2018 թվականից մենք մարզում 551 կիլոմետր ճանապարհ ու փողոց ենք նորոգել, կառուցել եւ հիմնանորոգել։ Այս պահին 46 դպրոց եւ 48 մանկապարտեզ եւ նախակրթարանի ծրագիր է իրականացում 46 դպրոց այս պահին Լոռու մարզում ժողովուրդ իրականացվում է 18 դպրոց 0-ից կառուցվում է 0-ից նոր 18 դպրոց է կառուցվում Լոռու մարզում Բացի էս մենք չենք կարող հանդուրժել որ կան դպրոցներ որ մենք ախր դպրոց ասելիս էլ պետք է հասկանանք ինչ ենք ընկալում որովհետև Իմ ընկալմամբ դպրոցը չի կարող չունենա, ասենք, ֆիզկուլտուրայի դահլիճ, որովհետև այդ նույնն է, թե պիջակ ունենար առանց կոճակների կամ գրպանի, դա չես կարող պիջակ անվանել։ Եվ մենք բացի դպրոցների կառուցումը, Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոցի համար մարզադահլիճ են կառուցել։ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի մարզադահլիճն են կառուցել։ Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի մարզադահլիճը վերակառուցել ենք։ Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճն են կառուցել։ Լոռի Բերդի Ագարակ բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճն են կառուցել։ Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի մարզադահլիճն են վերակառուցել։ Եվ Վանաձորում նաև հաշվի առնելով մի շարք առանձնահատկություններ մենք կառավարության ֆինանսավորմամբ ուրեմն մի շարք փողոցներ ենք հիմնանորոգել, որոնք տասնամյակներով հիմնանորոգված չէին։ 18-19 թվականներին կառավարության ֆինանսավորմամբ եւ համաֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Վերածննդի, Փարաջանովի, Լազյան եւ եւս 17 փողոցներ։ Հետագայում հիմնականում կառավարության ֆինանսավորմամբ Վանաձորի Չուխաջան եւ Լալվար փողոցների ու մայթերի կապիտալ նորոգում, Վանաձորի Աղայան փողոցի հիմնանորոգում, Նոր Պանթեոն եւ Գերեզմանատուն գնացող փողոցի հիմնանորոգում, Վանաձոր համայնքի Գարեգին Նժդեի փողոցի հիմնանորոգում, Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգում, Վանաձոր համայնքի Ավետիք Իսահակյան փողոցի ասֆալտապատում, Վանաձոր համայնքի Հենրիկ Զաքարյան փողոցի հիմնանորոգում։ Էս ճիշտ է, չէ՞, ժողովուրդ, էս ամեն ինչը։ Էսից տվել են սենց գաստված կարդում եմ, հանկարծ։ Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի 2 երթևեկելի գոտիների հիմնանորոգում, Վանաձոր քաղաքի Կարնդեմիրճան փողոցի հիմնանորոգում, Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի հիմնանորոգում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգում, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոց Կոմիտաց Վարդապետ հրապարակ էստակադայի հիմնանորոգում, Վանաձոր քաղաքի 20 Պետերբուրգ փողոցի հիմնանորոգում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի հիմնանորոգում, Վանաձոր համայնքի Տարոն 2 եւ 4 թաղամասերի փողոցների հիմնանորոգում, Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Տերյան Թատերական Սոս Սարգսյան եւ Չարենցի փողոցների հիմնանորոգում, 10 Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում, Լոռու մարզի Թեժ լեռ հանգստան տուն տանող ճանապարհի հիմնանորոգում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան էստակադայի հիմնանորոգում, էլ որն ասեմ, էլ որը, էլ դպրոց, մանկապարտեզ, բժշկական կենտրոն, էլ որը ասեմ, ժողովուրդ։
Եվ այս ամեն ինչը մենք արել ենք մի բանի համար։ Իմիջիալոց վերջերս վերջապես տեղի ունեցավ Վանաձորի ավագանու նիստը եւ 35 միլիոն դոլարի ծրագիր է հաստատվել եւ մենք Ժորժ ջան, ինչ ունեմ ասելու, սիրելի վանաձորցիներ, ձեռներն այդ քշտեք, որ առաջիկա տարիներին այդ 35 միլիոն դոլարի ծրագրերը հերթով, շարքով, կարգով իրար հետ պետք է իրականացնենք եւ բաց թողնված մենք այս պարտք ենք Վանաձորին, որովհետեւ գիտեք, մի շարք հանգամանքների բերումով ավագանին չի գործել նորմալ, այս մենք պարտք ենք Վանաձորին եւ իրար հետ Վանաձորի պարտքը պետք է վերադարձնենք։ Նաեւ մենք մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ մի քանի արդյունաբերական գոտիներ ենք ստեղծելու հանրապետությունում եւ այդ արդյունաբերական գոտիներից մեկը դե ինչ կասկած ակնհայտ է, որ պետք է լինի Վանաձորում, այդտեղի ինչ խնդիր կա։ Հաջորդը նաեւ մենք ունենք բացի 300 դպրոց 500 մանկապարտեզին պետք է հաջորդի հաջորդ 300 դպրոց 500 մանկապարտեզը եւ նաեւ բացի դա 100 կոմբինացված խաղադաշտեր, որոնց մի մասը ակնհայտորեն լինելու են Լոռու մարզում, 100 երաժշտական արվեստի սպորտի դպրոցներ, որոնց մի մասը ակնհայտորեն լինելու են Լոռու մարզում։ Երեխեքը Լոռու մարզի երեխեք ջան, այն ինչ որ ասել եք, այն ինչ որ ուզել եք, ամեն ինչը հաջորդ 5 տարիների ընթացքում կլինի։ Ես սա ձեզ հանդիսավոր կերպով խոստանում եմ։ Ժորժ ջան, ես գիտեք թոշակների բարձրացման ու առողջապահության ապահովագրության մասին չեմ խոսում, ես խնդրում եմ դուք ծափերով խոսակ այդ երկու ծրագրերի մասին, ինչքանով են դրանք արժանի խոսալու։ Շատ կարևոր է արձանագրել, որ մենք այս ամեն ինչը ինչ որ անում ենք մի պատճառով ժողովուրդ։ Պարզ է, որ մենք դա անում ենք, որ կյանքը լավ լինի, պարզ է, որ անում ենք, որ Վանաձոր քաղաքը եւ Լոռու մարզը ավելի գեղեցիկ տեսք ունենա, ավելի հարմարավետ լինի, բայց այդ ամենից հետո կա մի շերտ, ուրիշ շերտ։ Մենք դա անում ենք, որովհետեւ սիրում ենք ձեզ։ Մենք դա անում ենք, որովհետև դուք մեր ընտանիքն եք, դուք մեր ընտանիքի անդամներն եք, մենք ձեր ընտանիքի անդամներն ենք, մենք ձեզնից մեկն ենք, եւ այո, ոչ մի չափազանցություն չկա, որ այսօր մենք իդեմս դպրոցների, իդեմս մանկապարտեզների, մշակույթի տների, մենք իսկապես դրանք դղյակներ են եւ իսկապես այդ դղյակները մենք մեզ համար ենք կառուցում, որովհետեւ դուք մենք ենք, մենք դուք ենք եւ էսա այն փոփոխությունը, որ վերջին տարիներին տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ այլևս Հայաստանում ժողովուրդը չի ատում պետությանը եւ կառավարությունը չի ատում ժողովրդին, այլ ժողովուրդը սիրում է պետությունը սիրում է ժողովրդին։ Սա է այն հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել։ Բայց մենք նաև չենք մոռացել 2018 թվականին ձեզ բոլորիդ տրված մեր խոստումը վերադարձնել թալանվածը 2018-2025 թվականներին եւ միջև օրս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լրացուցիչ մենք վերադարձրել ենք 66 միլիարդ դոլարի եկամուտ ենք ապահովել լրացուցիչ միայն բյուջեի եկամտային մասով, որ քրեա օլիգարխիկ կլանի գրպաններն էր հոսում։ Նաև պետական գույքի բռնագանձման վերադարձի հոդվածներով մենք վերադարձնել ենք շուրջ 773 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոցներ։ Մենք այդ միջոցներով ենք այդ դպրոցները կառուցում, թոշակներ ավելացնում, առողջության ապահովագրություն ներդնում։ Մենք
տասնյակ հիմա ասենք օրինակ մարզպետը որ խոսեց ասեց մենք բանակցություններով վերադարձրել ենք, չէ՞։ Օրինակ այդ լիճը եւ հարակից տարածքները մեր ոչ մի հաշվետվության մեջ չկա ժողովուրդ։ Այս թվերը պետքա գումարել, որովհետեւ բազմաթիվ համայնքներում բանակցելով մեր համայնքների ղեկավարները, մարզպետները գույքեր են վերադարձնում, որոնք այս հաշվառումների մեջ չկան։ Իրականում վերադարձածի ծավալները անգամներով են ավել։ Տասնյակ հազարավոր քառակուսի մետրերով զբոսայգիներ, խաղահրապարակներ, տասնյակ հազարավոր հեկտարներով անտառներ մենք վերադարձրել ենք պետությանը։ Ես ձեզ մի վիճակագրություն բերեմ, Սևանա լճի ափամերձ տարածքներում 42 հողամասերում այս պայդրությամբ 119 շենք շինություն է չի վերադարձվել, քանդվել է եւ Սևանի ափը վերադարձվել է Սևանին, 119 շենք շինություն, տարբեր մարդկանց պատկանող։ Ես ձեզ խոստացել էի, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ժողովուրդը փայ կունենա։ Մենք այդ փայը ունեցանք եւ 2018-ից 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի հարկավճարել, ավեջիշտ վճարում է իրականացրել պետական բյուջե։ Մենք ժողովրդին ենք վերադարձրել Հայաստանի էլեկտրական ցանցերը, որը կոպեկներով սեփականաշնորհել էր, եւ հիմա ենք պարզում, որ կալուգացի օլիգարխը մեր մանկապարտեզների, զորամասերի, քաղաքացիների, պետական հիմնարկների վրա հոսանքի ավել փող գրել եւ գրպանել։ Եվ այդ մարդիկ դեռ խոսում են, այդ ձայնմարտկանց ձայնը մենք պետք է կտրացնենք Հայաստանից եւ դրա համար կա կոնկրետ օր ու ժամ 2026 թվականի հունիսի 7-ը մենք ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի տունը Միացյալ Նահանգներում, տեսեք մեր ձեռքերը ինչքան երկար են, Միացյալ Նահանգներում հասել ենք նրան, որ ապօրինի ձեռք բերված տունը վաճառվի եւ գումարի 70%-ը հիմա փոխանցվում է Հայաստանի պետական բյուջե։ Մենք Գուլոյան Ծառուկյան կլանի գործերով ենք զբաղվել եւ ընդամենը օրեր առաջ Կարապետ Գուլոյանի տունը առանձնատունը դարձել է պետական սեփականություն, դա այլևս նրանցը չէ, ժողովուրդ, դա այլևս ձերն է, ձեր բոլորին է։ Մի հատ էլ ԲԿ ղեկավարն ասում է, հա ինչ բան է, չգիտեմ, մի զալա 2 սպալնա։ Այդ առանձնատան շուկայական գինը 2.5 միլիոն դոլար է, 2.5 միլիոն դոլար, բայց դա այլևս իրանցը չի, դա այլևս ձերն է, ժողովուրդ ձերն է, եւ շատ շուտով պետական կլինի նաեւ որպես ապօրինի գույք կվերադարձվի Արարատի ցեմենտի գործարանը որպես Գուլոյան Ծառուկյան կլանի կողմից գողացված գույք։ Եվ այսօր ինչ-որ ակտիվացել է ԲԿ ղեկավարը, ինչ-որ անվտանգությունից, իրանից մեծ բաներ է խոսում, անվտանգությունից է խոսում, սահմանից է խոսում, տարածքային։ Ես հստակ ուզում եմ ասեմ, որ դուք այդ բոլոր ընտանիքները, այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, ներառյալ Ծառուկյան, մյուս, դուք սահմանին մի կրակոց չեք արել։ Բայց դուք տասնյակ կրակոցներ եք արել Աբովյանում, Առինջում, Երևանում, Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Եվ հիմա քո ընտանիքի անդամը փախած է, որովհետև ինքը պիտի դատվի Հայաստանի Հանրապետության մեջ կրակելու համար։ Ես ձեր բոլոր կրակող ձեռքերը կտրել եմ եւ մինչեւ վերջ կտրելու եմ, իմացեք։ Դու եւ քո փախուստի մեջ գտնվող զավակնեք եւ կալուգացին ու եմ մեկը իրենք են սպառնալիք
անվտանգությանը Հայաստանի Հանրապետության եւ մենք այդ սպառնալիքը շատ արագ կչեզոքացնենք, շատ արագ կչեզոքացնենք, դա տեղի կունենա ձեր աչքի առաջ եւ ձեր մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք 8 տարի պայքարում ենք պատերազմի երրագլուխ կուսակցության, երրագլուխ մաֆիայի եւ հիմա ինչպես հասկացանք երրագլուխ լրտեսական ցանցի դեմ եւ ահա նրանք ապրում են իրենց մաֆիոզ կյանքի վերջին շաբաթները եւ վերջին օրերը մենք Հայաստանի ժողովրդի հետ երրագլուխ մաֆիային ծնկի ենք բերելու Հայաստանի Հանրապետությունում ծնկի ենք բերելու Հայաստանի Հանրապետությունում։ Ես այսօր շատ չեմ խոսա նրանց լրտեսական գրքերի մասին, որոնց մասին այսօր խոսել եմ Լոռու մարզի տարբեր համայնքներում։ Ես այսօր ուզում եմ ուրիշ բան ասել։ Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Եվ այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական եւ ամբողջական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը մարտի 1-ի գործով պետք է ի վերջո կատարածվի։ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով պետք է երկար տարիներով բանտ նստի, երկար տարիներով պետք է բանտ նստի։ Սամվել Կարապետյանը որպես փողեր լվացող, որպես մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող պետք է երկար տարիներ բանտ նստի Հայաստանի Հանրապետությունում։ Ես ասում եմ, նրանք հիմա այդ շուտ է ասում է դուք Հայաստանից փախչելու մասին երազելու եք, բայց չեք ունենալու այդ հնարավորությունը։ Հիմա իրանք այսօրվանից էլ չեն էլ երազելու, որովհետև հասկացել են, որ finita la commedia, սա իտալերենից թարգմանաբար նշանակում է կատակերգությունը ավարտված է, տիկնակ եւ պարոնայք։ Ժորժան, այս ինչ որ ասցի շատ կարևոր է, բայց արդեն գիտեք, որ ամենակարևորը չի, որովհետև ամենակարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես ձեզ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ ես ակնկալում եմ, որ դուք ձեզնից յուրաքանչյուրը միանձնյա 2026 թվականի հունիսի 7-ին տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունը կարող է մի տեր ապավեն եւ երաշխավոր ունենալ, եւ դա Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է, որ մենք հստակ հասկանանք, թե ինչու են քվեարկում 16-ին, որովհետև սա թորի կռիվ չէ, սա պաշտոնի կռիվ չէ, սա
պատմության ընթացքը ի վերջո դբալ լավը փոխելու կռիվ է եւ այս կռվում մենք հաղթել ենք եւ այս կռվի մեր հաղթանակը պիտի հասնենք մինչեւ վերջ եւ ուրեմն քվեարկում ենք 16-ին որովհետեւ պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Փամբակին, Ֆիոլետովոյին, Լերմոնտովոյին, Լորիբերտին, Սպիտակին, Ստեփանավանին, Ալավերդուն, Վանաձորին, Թումանյանին, Տաշիրին, բոլոր համայնքները ասցի, Գյուլագարակին եւ Վանաձորին Լոռու մարզում համայնքները շատ են մոռանում ենք եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետեւ Փամբակին Ֆիոլետովային, Լերմոնտովային, Սպիտակին, Ստեփանավանին, Լորիբերտին, Տաշիրին, Թումանյանին, Ալավերդուն, Վանաձորին, Գյուլագարակին, Լոռու մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը Եվ այս ընտրությունների ելքը պատմության հետագա ընթացքը խաղաղության ճակատագիրը կախված է մեկ մարդուց ընդամենը մեկ մարդուց Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես, ելով այդ մեկ մարդը բարձրացրեք ձեր ձեռքերը, նրանք ովքեր մեկն են այդ մարդկանցից, բարձրացրեք ձեր ձեռքերը։ Եվ ուրեմն Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը եւ այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր, ժողովուրդ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար